Պատգամի վերնագիրը կասեմ քիչ հետո։ Ուզում եմ սկզբում կիսվել ձեզ հետ իմ տեսիլքով, որ ես տեսել եմ տարիներ առաջ և գուցե մի 5 տարի առաջ այստեղից խոսել եմ դրա մասին և Տերը ինձ հիշեցրեց, որ այսօր ևս մեկ անգամ կարիք կա թարմացնելու այդ տեսիլքը։ Իմ տեսիլքները աչքի առաջ ֆիլմի նման չեն, ես մտքով պատկերացնում եմ, ես չգիտեմ դուք ինչպես եք տեսնում, և Աստված ինձ ցույց տվեց մի ճակատամարտ, մի պատերազմ, որ ինքը շատ նման էր, չգիտեմ, ֆիլմերում տեսած կլինեք միջնադարյան ժամանակների պատերազմին, ոչ թե հիմա, այլ այն ժամանակ, որ ավելի ճիշտ ուշ միջնադարի, երբ որ արդեն թնդանոթները կային, այդպես պատերազմ էր և պարզ երևում էր, որ չարի բանակը, չասեմ չարի հոգևոր իմաստով, որովհետև այդ ժամանակ դա այդպես չէր երևում, այլ չար բանակը, որ եկել էր և գրավել էր երկիրը, հետո այդ երկրի մեջից մի առաջնորդ դուրս եկավ և առաջնորդեց զորքերին, հավաքագրեց կամավորների, ազատագրական պայքարի և մեծ ուժերով հարձակվեցին այդ զավթող բանակի վրա և իրենց ճնշեցին և երկրի ծայրն էին արդեն հասել, որ հեսա դուրս պիտի շպրտեն իր երկրից և խորամանկ հրամանատարը չար զորքի մի հնարք մտածեց և հրաման տվեց իր ստորադասներին, որ թնդանոթների մեջ արկի փոխարեն ոսկի լցնեն և թմրանյութ և սկսեցին հակառակորդի բանակի մեջ կրակել ոսկի մետաղադրամներ և թմրանյութ և պատկերացրեք բանակ, որ հաղթական էր մինչ այդ, մեկ էլ ոսկի է թափում իրանց կողքերը և պատկերացրեք ինչ տեղի ունեցավ այդ բանակի հետ։ Մարդիկ սկսեցին ոսկու համար իրար ծեծել, իրար սպանել և թմրանյութը ընկնում էր իրանց կողքերը և ոմանք գիտեին դա ինչ է և չիմացողներին էլ սովորեցնում էին, ասում էին մեկը հաղթել ենք արդեն, եկեք մի պահ հանգստանանք պատերազմից։ Դե ինչպես ավարտվեց պատերազմը, ես կասեմ պատգամի վերջում։ Իսկ հիմա պատգամի վերնագիրը։ Մահապարտ հանուն Քրիստոսի։ Ինչ է նշանակում մահապարտ։ Բոլորս լսած կլինենք մահապարտների ջոկատի մասին, ովքեր որ շատ երիտասարդ չեն և հիշում են Ղարաբաղյան պատերազմի տարիները, կհիշեն, որ կար մի պահ, որ օրհասական էր պատերազմը։ Կար մի պահ, երբ ադրբեջանական բանակը հասել էր Ստեփանակերտին և ուր որ էր գրավելու էր Ստեփանակերտը։ Եվ սպարապետ Վազգեն Սարգսյանը ելույթ ունեցավ և ասեց ինձ մահապարտներ են պետք։ Եվ ձևավորվեց մահապարտների ջոկատը ընդամենը 2 կամ 3 օրվա մեջ, ձևավորվեց մահապարտների ջոկատը, որոնք պատրաստ էին մեռնել, և ես հավատում եմ, որ մահապարտների ջոկատը իրավիճակ փոխեց պատերազմում։ Ինչ է նշանակում մահապարտ։ Մահապարտ բառի սկզբնական իմաստը նշանակում է մահվան դատապարտված։ Երբ որ մարդը մահվան էր դատապարտված, իրան պիտի մահապատժի ենթարկեին, որոշում էին, որ վերցնենք մահապարտներից մի ջոկատ սարքենք, մեկը մեռնելու են այս մարդիկ և տանում էին ամենաթեժ կռվի տեղերում և այս մահապարտների ջոկատը պատերազմում էր կենդանի մնալու համար։ Սա է մահապարտների սկզբնական իմաստը։
Նրանք պարտավոր էին մեռնեին եւ ուշ թե շուտ մեռնում էին։ Ուղղակի իրանց պատերազմը, իրանց ճակատամարտը կատաղի էր, որովհետեւ իրանք կյանքի համար էին պատերազմում։ Բայց բառը գնալով փոխվեց եւ եկավ մի պահ, երբ որ մահապարտները, մահվան դատապարտվածները չէին, այլ կամովին իրենց դատապարտում էին մահվան։ Հիշենք Վարդան Մամիկոնյանի օրինակը եւ ավարայերի ճակատամարտը։ Գիտակցված մահը անմահություն է, հանուն հավատքի։ Հավատքը մեր շապիկը չէ, որ հանենք, դա մեր մորթն է, դա մեր կաշին է։ Եվ մենք պատրաստ ենք մեռնել, բայց չենք ընդունի կռապաշտական, հեթանոսական ձեր հավատքը, թեկուզ մեզ սպանեք։ Եվ մահապարտների մի ամբողջ բանակ դուրս եկավ պարսիկ զրադաշտների դեմ։ Մահապարտ հանուն Քրիստոսի։ Ինչ կապ ունի այդ ամենը այսօրվա հետ։ Ինչ կապ ունի պատերազմական այս պատմությունը հավատքի հետ։ Ուզում եմ միասին բացենք Աստվածաշունչը, Եփեսացիներ 6-րդ գլուխ 10-ից 11 խոսքերը։ Եվ տեսնենք, որ մենք պատերազմի մեջ ենք այսօր։ Այսուհետև եղբայրներս, զորացեք Տերով եւ նրա զորության կարողությունով, եւ Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կենալ, որովհետև մեր պատերազմը արյունի եւ մարմնի հետ չէ։ Մեր պատերազմը շարունակության մեջ գրված է, որ չար ոգիների, սատանայի եւ նրա իշխանությունների դեմ է։ Հոգևոր պատերազմ կա, սիրելիներ։ Երկրորդ Տիմոթեոս 2-րդ գլուխ 3 եւ 4 խոսքերը։ Իսկ դու, Պողոս իր խոսքն է ուղղում Տիմոթեոսին, իսկ դու նեղությունները կրիր, ինչպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր։ Ոչ մի զինվորություն անող այս աշխարհի գործերով չի զբաղվում, որպեսզի զորապետին հաճո լինի։ Դու Քրիստոսի զինվորն ես արդյոք։ Մենք գիտակցում ենք, որ հավատքի կյանքը դա զինվորություն է։ Մենք գիտակցում ենք, որ կա պատերազմ, այն էլ թեժ պատերազմ։ Եթե ես ասեցի հայ ժողովրդի պատմությունից երկու հատված ընդամենը, որոնք պատերազմներ էին մարմնի եւ արյան դեմ, ապա Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ մեր հավատացյալներիս, քրիստոնյաներիս իրական պատերազմը մարմնի եւ արյան դեմ չէ, այլ հոգևոր աշխարհում է այդ պատերազմը։ Եբրայեցիներ 12-րդ գլուխ 2-րդ խոսքը։ Մտիկ տանք հավատքի զորագլխին եւ կատարողին Հիսուսին։ Հիսուս Քրիստոս մեր հավատքի զորագլուխն է, զորահրամանատարն է։ Արդյոք դու քեզ զգում ես որպես Քրիստոսի բանակի զինվոր։ Եթե մենք տեսնում ենք, որ Աստվածաշունչը խոսում է պատերազմի մասին, եթե մենք տեսնում ենք, որ Աստվածաշունչը մեզ հավատացյալներիս անվանում է Քրիստոսի զինվորներ եւ Քրիստոսին զորահրամանատար այդ բանակի, ապա պետք է մի պահ մեր ուշադրությունը կենտրոնացնենք եւ տեսնենք, ինչպիսի ընթացքում է գտնվում այդ պատերազմը։ Եկեք մի պահ մտածենք, ինչպիսի տեղ ենք հասել։ Կար ժամանակ, որ առաքյալները, աշակերտները գրավում էին տարածքներ։ Մի փոքր Հրեաստանից տարածվեցին ամբողջ աշխարհով մեկ, գրավեցին, խավարի թագավորությունը կործանեցին։ Ինչպիսին է իրավիճակը այսօր։
այսօր գրաված տարածքները սատանան հետ է վերցնում։ Քրիստոնեական երկրներ, եվրոպական մշակույթ, որ ձևավորվեց քրիստոնեական հիմքի վրա, այսօր Եվրոպայում եկեղեցիները փակվում են։ Այսօր Եվրոպայում եկեղեցիները գնում են մահմեդականները եւ մսկիթներ են սարքում։ Ինչպիսի իրավիճակում է գտնվում պատերազմը այսօր։ Իմ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրհասական է ժամը, որ ծայրահեղ ծանր իրավիճակում է պատերազմի ընթացքը քրիստոնյաների համար։ Մենք թշնամի ունենք։ Առաջին Պետրոս 5:8-ում գրված է դրա մասին։ Արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսող թշնամին, սատանան, գոռոզառյուծի պես ման է գալիս եւ որոնում, թե որին կուլ տա։ Մեր ոսող թշնամին, ասում է Աստվածաշունչը, այսօր կարողանում է կուլ տալ շատ քրիստոնեական արժեքներ եւ թողենք Եվրոպան, թողենք Ամերիկան եւ վերադառնանք մեր երկրին։ Ինչպիսին է պատերազմի ընթացքը մեր երկրում։ Ինչպիսին է պատերազմի ընթացքը մեր եկեղեցում, ինչպիսին է պատերազմի ընթացքը քո ընտանիքում, ինչպիսին է պատերազմի ընթացքը քո կյանքում։ Թշնամուն հաջողվել է թմրեցնել եկեղեցուն։ Հիշում եք թմրանյութերը։ Թմրանյութը մեղքի խորհրդանիշն է։ Այսօր հավատացյալները հարբում են մեղքով։ Քանի տոկոսն է հավատացյալների վայելում բամբասանք մեղքը։ Քանի տոկոսն է հավատացյալների թմրում չարախոսություն, տրտունջ մեղքի արդյունքում։ Քանի տոկոսն է եկեղեցում ձեռքեր վեր բարձրացնող հավատացյալների ինտերնետով վատ սայթեր այցելում։ Քանի տոկոսն է Աստծու զինվորությունը ընդունած մարդկանցից, որ չի ընդունում իր առաջնորդի առաջնորդությունը, որ բողոքում եւ դժգոհում է։ Պատերազմը օրհասական է։ Շատ հավատացյալներ մեղք են գործում եւ երբ որ բացահայտվում է այս ամենը, ասում են, դե դա էլ մեր թուլությունն է, դա էլ մեր թերությունն է, ով թերություն չունի։ Թմրում ենք։ Շատերը արդարացնում են իրենց մեղքը, ասում են, ով մեղք չի գործում։ Եթե կա մեկը, որ մեղք չի գործում, թող ին վրա քար գցի, ես էլ այս մեղքն եմ գործում։ Հարցը այն չի քար գցենք իրար վրա թե չէ, հարցը նա է, որ արթնանալ է պետք։ Հարցը նա է, որ սատանան ոչ միայն կարողացել է մեղքի թմրանյութերը գցել մեր բանակի մեջ, այլ նաև ոսկի է շաղտվել, որ շատերը իշխանության են ձգտում, շատերը իրենց շահն են որոնում, եւ մենք պիտի հասկանանք պատերազմի ընթացքը չի կանգնել, մենք պատերազմի մեջ ենք։ Շատերի համար ստելը, սուտ խոսելը դարձել է նորմալ։ Եթե այնպիսի իրավիճակում ես դու, որ ուրիշ ելք չկա, ստիր։ Ոչ, սիրելիներ։ Շատերի համար խոստովանությունը դարձել է հին, հնացած, հնամաշ մի բան։ Ես չեմ վստահում, բա որ խոստովանեմ հանկարծ։ Եթե չես վստահում, ուրեմն ինքը քո հովիվը չի։ Եթե դու չես կարող խոստովանություն վստահել, սուտ է, որ ասում ես, ես այս ինչ եղբոր խմբից եմ։ Սուտ։ Դու իրան չես ընդունում որպես հոգևոր առաջնորդ։ Շատերի համար մեր երկրում անիրավ կերպով
փող վաստակելը դարձել է նորմալ։ Եվ մարդիկ արդարացնում են, անիրավ երկրում ենք ապրում։ Բա ոնց ուրիշ անենք, անիրավ ձևով պիտի աշխատենք։ Սիրելիներ, Աստվածաշունչը ճշմարտություն է։ Ամենաանիրավ երկիրը հռոմեական կայսրությունն էր, եւ հավատացյալները իրենց չէին պղծում անօրենության շահով։ Այսօր պատերազմը օրհասական է։ Եվ դրա համար, ինչպես 451 թվականին, ինչպես Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այսօր եկեղեցին, այսօր Քրիստոսի բանակը մահապարտների կարիք ունի։ Կարիք կա հավատացյալների, ովքեր պատրաստ են մեռնել, բայց չզիջել Աստվածաշնչի սկզբունքները։ Կարիք կա հավատացյալների, ովքեր Պողոսի նման կարող են ասել, այլևս ես չեմ ապրում, այլ Քրիստոս է ապրում իմ մեջ։ Մահապարտների կարիք կա իրավիճակը փոխելու համար։ Ես որոշել եմ Քրիստոսի մահապարտը դառնալ։ Կարող ես ձեռք բարձրացնել։ Պետք չի, եթե դու հաստատ չես որոշել։ Ես որոշել եմ, որ իմ մի կաթիլը օվկիանոսի մեջ իրավիճակ է փոխելու։ Մեր ամեն մեկի մի կաթիլը իրավիճակ է փոխելու։ Ես մենակ ոչինչ չեմ կարող անել, բայց ես քեզ հետ, ես հարյուրավորների հետ ուժ եմ կազմելու, որակ ենք փոխելու, Քրիստոսի սկզբունքները վերակենդանացնելու ենք։ Մենք միասին, եթե որոշենք, որ Քրիստոսի համար պատրաստ ենք մեռնել, Քրիստոսի համար մեռնել պատրաստ լինողները առաջ պիտի ապրեն Քրիստոսի համար։ Եվ մենք չպիտի զիջենք եւ ոչ մի սկզբունք սոված կմնանք, չենք գողանալու, անիրավություն չենք անելու։ Մեզ կհալածեն, չարին, չարով չենք պատասխանելու, մահապարտ ենք լինելու։ Գիրքն ասում է, արյուն թափելու չափ, այսինքն մեռնելու չափ, մեղքի դեմ պատերազմելու ենք։ Շնորհքը ծածկոց չենք անելու մեր վրա, ասենք դե ով մեղք չի գործում։ Այլ Տիրոջ շնորհքը զորությունը արդարությամբ ապրելու համար։ Ասելու ենք Տեր քո շնորհքի հոգին տուր, որ կարողանանք այս մեղքին էլ հաղթենք։ Տեր քո շնորհքի հոգին տուր։ Գիտեք, մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չի։ Բայց Աստվածաշնչում բացի հոգևոր թշնամին, եւս երկու թշնամի է նկարագրվում, որը աշխարհի սերն է եւ աշխարհի սկզբունքները, երկրորդը, եւ երրորդը, որի դեմ ամենադժվարն է պայքարել, դա մարմինն է քո, ոչ թե ուրիշի, եւ քո մարմնի ցանկությունները։ Պատրաստ ես դառնալ մահապարտ հանուն Քրիստոսի։ Մեր հրամանատարը բարի հրամանատար է։ Եվ մեր հրամանատարը, գիտեք, մենք շատ ժամանակ մարդկանց համոզում ենք, եկեք եկեղեցի, եկեք փրկվեք, չգիտեմ։ Մեր հրամանատարը ամեն մեկին չի վերցնում իր զորքի մեջ։ Ես լուրջ բան եմ ասում, շատ բարձր չափանիշ է դրել։ Ինքը բոլորին սիրում է, ուզում է, որ բոլորը փրկվեն, բոլորի համար, բոլորի քո պատկերացումով, իմ պատկերացումով, ամենաստոր, ամենայն ներքևի, ամենավատ մարդու համար նույն գինն է վճարել, որքան որ ամենաառաքինի, մարդկային չափանիշներով եմ ասել, որովհետև նրան էլ է սիրում, եւ ուզում է, որ բոլորը փրկվեն։ Բայց հավատքի կյանքը ամեն մեկի համար չի։ Սեթրակ եղբոր բառերով չասեմ։ Հավատքի կյանքը զինվորագրություն է։ Դու զորակոչվում ես Քրիստոսի բանակի մեջ։
Ես 3 քայլ եմ ուզում խոսել, մինչև մահապարտ դառնալը։ Նախ դու պիտի զորակոչվես։ Ես չեմ ուզում գեղեցիկ բառեր ասեմ ու չասեմ ինչպես դա անենք։ Ես ասեմ պետք է Քրիստոսի մահապարտը դառնանք, բայց ես ուզում եմ, որ Աստծո խոսքը մեզ ասի ինչպես դառնանք, ինչ անենք, որ դառնանք։ Առաջին քայլը դու պիտի զորակոչվես իր բանակի մեջ։ Երկրորդ քայլը դու պիտի դուրս գաս որպես զինվոր պատերազմի։ Եվ երրորդը, որտեղ ամեն պատերազմող մահապարտ չէ, դու պիտի որպես մահապարտ նետվես ամենաթեժ կռվի մեջ, ամենաթեժ տեղերում։ Այ 3 քայլերի մասին եմ ես ուզում խոսել։ Ես գիտեմ, որ այստեղ մեծամասնությունը զորակոչված է Քրիստոսի բանակին, որովհետև զորակոչվում ենք հավատալով։ Մենք խոսքն ասում էր, որ պիտի նրա բանակի զինվորը լինենք։ Եվ դա ուզելով չի։ Ես ուզում եմ Տեր քո բանակի զինվորը լինել։ Ոչ։ Տերը իր բանակ վերցնում է միայն նրանց, ովքեր կհավատան։ Ոչ թե կուզեն, այլ կհավատան։ Հավատում ես։ Հռոմեացիների 10:10 ասում է. սրտով հավատում ենք արդարանալու համար։ Առաջին Հովհաննես 3-րդ գլխից 7-11 խոսքերը կարդանք, Տերը մեզ առաջնորդի հասկանանք ինչ է նշանակում հավատալ։ Որովհետև հավատալ բառը, գիտեք, բառեր կա, որ մեզ թվում է մենք գիտենք։ Բայց ինչ է նշանակում հավատալ։ Շատ հետաքրքիր է, թույլ տանք Աստվածաշունչը խոսի մեզ, արդյոք հավատում ենք թե ոչ։ Գիտեք, շատ հայտնի խոսքեր եմ ասում հիմա։ Տիրոջ երկրորդ գալուստը մոտ է, կարող ես ասել ամեն։ Եվ Տերը ասեց, երբ որ մարդու որդին գա, կրկին անգամ, արդյոք երկրի վրա հավատ կգտնի։ Ինչ էր դա նշանակում։ Եթե բոլորս հավատում ենք, եթե անգամ եկեղեցի չեկողներ, եթե անգամ Աստվածաշունչ երբևէ չբացած մարդիկ կանգնում են ու ասում են, գիտես մենք քեզանից պակաս հավատացյալ ենք, մենք էլ ենք հավատում։ Շատերն ասում են, այդպիսի մարդ չկա, որ չհավատա, որոշակի իմաստով ճիշտ է։ Աստծո գոյությանը բոլորն են հավատում, գրեթե բոլորը։ Եվ Գիրքն ասում է, անգամ դևերն են հավատում Աստծո գոյությանը։ Եվ ի տարբերություն շատ հավատացյալների, որոնք մեղք գործելուց չեն սարսափում, դևերը, որ մեղքի մեջ են առավոտի ծիրիկուն, իրենք դողում ու սարսափում են, որովհետև գիտեն իրենց սպասվելիք պատիժը։ Բայց արդյոք դա հավատք է, որը քեզ դարձնում է Քրիստոսի զինվոր։ Առաջին Հովհաննես 3-րդ գլուխ 7-11 խոսքեր։ Մանուկներ, ոչ ոք ձեզ չխաբի։ Խոսում է հավատացյալների հետ։ Եվ ասում է, կան մարդիկ, որ խաբում են ձեզ, բայց հիմա ինչ որ ասում եմ, ուշադիր լսեք, որ ոչ ոք չկարողանա ձեզ խաբել։ Նա, որ արդարություն է անում, արդար է, ինչպես նա էլ արդար է։ Եվ նա, որ մեղք է անում, սատանայից է, որովհետև սատանան հենց սկզբից մեղանչում է։ Նրա համար հայտնվեցավ Աստծո որդին, որ սատանայի գործերը քանդի։ Ամեն ով, որ Աստծուց է ծնված, մեղք չի գործում, որովհետև նրա սերմը նրանում մնում է, և չի էլ կարող մեղք գործել, որովհետև Աստծուց է ծնված, սրանով են հայտնի Աստծո որդիները և սատանայի որդիները։ Ամեն ով, որ արդարություն չի անում, նա Աստծուց չէ, և ոչ էլ նա, որ իր եղբորը չի սիրում։ Խիստ խոսքեր։ Սկզբում էլ զգուշացրեց, ասեց հակառակ ասողները ձեզ խաբում են։ Հռոմեացիներ 10:10 Սրտով հավատում ենք արդարանալու համար։
Գիտեք որն է Քրիստոսի բանակի, իմիջայլոց անկեղծանամ մի փոքր ձեզ հետ, որոշել էի, որ զինվորական շորերով այսօր գամ, որ իլյուստրացիա լինի ձեզ, որ հիշեք այս խոսքը, բայց որ հովիվս տեղ չեր ու չկարեցա կապվեի իր հետ ու հարցնեի թույլտվություն, դրա համար սովորական շորերով եկա, բայց պատկերացրեք ինձ զինվորական շորերով, հիմա ձեզ քարոզում եմ, և գիտեք որն է զինվորական համազգեստը Քրիստոսի բանակի, հետաքրքիր է ձեզ, գիտեք որ նորակոչիկը գնում է բանակ, առաջինը որ անում են, իրեն տալիս են համազգեստ, ուզում եք տեսնել Քրիստոսի բանակի համազգեստը, ցույց տամ ձեզ, շատ լավ, եկեք միասին բացենք Եփեսացիներ 4-րդ գլուխ, քսանչորս խոսքը, և նոր մարդը հագեք, որ Աստծո պատկերի պես ստեղծված է, ճշմարտության արդարությունով և սրբությունով։ Նոր մարդը հագեք, ճշմարտության արդարությունով, ստությունը հեռացնենք մեզանից, անիրավությունը հեռացնենք մեզանից, կմնա ճշմարտության արդարությունը։ Ով որ ստություն ունի իր շուրթերին, ով անիրավություն ունի իր ձեռքերին, ինքը զինվորական համազգեստ չունի։ Ոչ մի զինվոր առանց համազգեստի չի կարող համարվել բանակային։ Ճշմարտության արդարությունը և սրբությունը, ահա Քրիստոսի զինվորների համազգեստը։ Հագեք սա։ Եվ զգուշացեք այն մարդկանցից, ովքեր չունեն այս հանդերձանքը։ Հայտնություն 3:9-ում խոսում է սուտ հավատացյալների մասին, որ ասում են հավատացյալ են, բայց չեն, և սրանց անվանումը Աստվածաշունչը սատանայի ժողովքից։ Եվ եկեղեցիներին հանդիմանություն է անում, որ քո մեջ կան այսպիսիները։ Կարող են լինել, իհարկե կարող են լինել, բայց ես Քրիստոսի մահապարտն եմ։ Կարող է բանակում լինել դավաճան, իհարկե կարող է լինել, կարող է լինել ծույլ, իհարկե կարող է լինել, կարող է լինել վախկոտ, իհարկե կարող է լինել, կարող է լինել թույլ, հիվանդ, իհարկե կարող է լինել, դա նշանակում է բանակը վատն է, ոչ, սա իմ բանակն է, ես որոշել եմ լինել Քրիստոսի համար մահապարտ։ Առանց հավատքի, Եբրայեցիս 11:6-ն ասում է, առանց հավատքի անհնարին է Աստծուն հաճեցնել։ Հավատքն է, որ մեզ զորակոչ է կանչում։ Հավատացիր, Տերն ասում էր, եթե գամ արդյոք հավատ կգտնեմ։ Ես ուզում եմ 3 տեսակի հավատքի մասին խոսել ու անցնել երկրորդ քայլին արդեն։ Գիտեք, հավատում ենք Աստծո խոսքին։ Հավատալ նշանակում է հավատում եմ, որ այստեղ գրված է ճշմարտություն է։ Հավատում ես, որ Աստվածաշնչում գրված է ճշմարտություն է։ Սա ապացույց ունի։ Երբ որ օրինակ գրած է այստեղ դիմացինին քո անձից բարձր դասիր։ Երբ որ գրած է այստեղ մի գողացիր, սուտ մի խոսա, մի շնացիր, բամբասանք մի արա սրանից նրանից, երբ որ գրած է 7-րդ օրը սուրբ պահիր, եւ շատ ուրիշ շատ բաներ, սրանք ապացույց ունեն դու հավատում ես թե ոչ։ Մենք կարող ենք ասել հավատում ենք, բայց որ Տերը եկավ մեր առաջ դնելու է մի բացված գիրք եւ ասելու է եթե հավատում էիր, ինչու այսպես արեցիր։ Հավատում ենք թե ոչ։ Հավատում ենք, փառք Աստծուն։ Երկրորդ տեսակի հավատքը։ Նրա ներկայության հանդեպ հավատք։ Հենց այս գրքի մեջ գրված է, ահա ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը, որ ձեր սրտերն եմ քննում եւ գիտեմ ինչ եք մտածում անգամ։
Հավատում եք, որ ինքը մեր կողքին է։ Հիմա հավատում ենք։ Տանը, որ կոնֆլիկտ է լինում։ Հավատում ենք, որ ինքը մեր կողքին է։ Մոռանում ենք, սիրելիներ, որ ինքը մեր կողքին եղար, ինքն էլ չլիներ, ձեր եկեղեցուց մեկը լիներ այդտեղ նստած, դու այդպես չէր խոսա քո ամուսնու հետ, քո կնոջ հետ, դու այդպես չէր խոսա քո երեխայի հետ կամ հարևանի հետ, մոռանում ենք, որ ինքը մեր կողքին է միշտ, զինվորագրվելու համար առաջինը հավատքն է, հավատում ենք հավիտենական կյանքին թե ոչ, հավատում ենք, որ կա դրախտ և կա նաև դժոխք, հավատում ենք, որ փրկությունը ինքնաբերաբար չի, որ դա պարգև է, որ մենք պիտի պահենք ու փայփայենք, որ գիրքն ասում է հենց այդ տեղում գրված է, որ հայտնության 3-րդ գլխում գրված է, որ շատերի անունները կջնջեմ, ավելի ճիշտ գրած է ոմանց անունները չեմ ջնջի, մնացածինը կջնջեմ, բայց այս սրանցը չեմ ջնջի կյանքի գրքից, հավատում ենք, որ կա հավիտենական դատաստան, հավատում ենք, եթե հավատում ես Աստծո խոսքի ճշմարտացիությանը, եթե հավատում ես Տիրոջ ներկայությանը, քո կյանքում ամեն պահ ու ամեն վայրկյան, եթե հավատում ես հավիտենական կյանքին, ուրեմն դու զորակոչվել ես, և երկրորդ քայլը, պատերազմի մեջ մտնելն է, որն է մեր պատերազմը, գիտեք նորակոչիկներին դուրս չեն հանում պատերազմի, գոնե մի 6 ամիս սովորեցնում են, և ահա պատերազմը, Առաջին Տիմոթեոս 6-րդ գլուխ 12-րդ խոսք Պատերազմիր հավատքի բարի պատերազմը և բռնիր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցար և դավանեցիր բարի դավանությունը, շատ վկաների առաջին։ Ես գիտեմ, որ շատ հոգևորներ հոգևոր պատերազմը պատկերացնում են միայն աղոթքի մեջ։ Եվ ասում են աղոթքի մեջ չարերի դեմ էի պատերազմում, քրտնած դուրս եկա, հազիվ հաղթեցի։ Ես չեմ ասում, թե աղոթքի մեջ պատերազմ չի կարող լինել։ Ես ասում եմ, մեր պատերազմը դավանության մեջ է։ Աստվածաշունչն է այդպես ասում։ Պատերազմեցիր բարի պատերազմը, դավանեցիր դավանությունը։ Ինչ է դավանություն։ Այ երկրորդ քայլը մինչև մահապարտ լինելը։ Դու ոչ միայն պիտի Քրիստոսի զինվորը լինես, այլ պիտի պատերազմող լինես։ Եվ դա քո դավանությամբ է։ Դավանությունը քո վկայությունն է։ Հիշում եք, հայտնության գիրքն ասում է, որ հաղթեցին սատանային գառան արյունով և իրենց վկայության խոսքով։ Սա քո վկայությունն է։ Դավանությունն է քո պատերազմը։ Քրիստոս ասում էր, որ ով ինձ մարդկանց առաջին կդավանի, ես էլ նրան կդավանեմ իմ հոր առաջին։ Ես ուզում եմ ուշադրությունը դարձնենք, որտեղ է լինում մեր դավանությունը։ Մարդկանց առաջին։ Հովհաննեսի ավետարան 12-րդ գլխի 41 խոսքն ասում է, որ շատերը հավատացին հրեաներից, հրեա իշխանավորներից, շատերը հավատացին, զորակոչվեցին, հավատալը զորակոչներ, չէ՞։ Ասեցին, մենք Քրիստոսին հավատում ենք։ Բայց չդավանեցին, որ ժողովարանից իրենց դուրս չգցեն, որ չասեն, սրանք հավատացյալ են, որ ուսուցիչներին աշխատանքից չզրկեն, որ ազդեցիկ բարեկամը, որ ամեն ինչով օգնել է քո ընտանիքին, հանկարծ չասի սրանից հետո հավատացյալ ես, էլ չեմ օգնում։
Գրված է այնտեղ, որովհետև մարդկանց փառքը ավելի սիրեցին, քան Աստծո փառքը։ Ինչ է դավանությունը, սիրելիներ, սա մեր պատերազմն է։ Դավանությունն է, որ մարտադաշտն է իրապես, որ դավանությամբ մենք մեր վկայության խոսքով եւ ոչ միայն խոսքով, որովհետև 2 Կորինթացիս 9:13-ում գրված է, որ դավանությունը դա այն է, երբ մարդիկ տեսնում են Քրիստոսի ավետարանին քո հնազանդությունը։ Դու կարող ես շատ խոսել, բայց մարդիկ տեսնում են քո հնազանդությունը։ Դու կարող ես հրաշալի քարոզ անել մարդկանց, բայց մարդիկ տեսնում են ինչպիսին ես դու աշխատավայրում, ինչպիսին ես քո հանդեպ վատ վերաբերմունք ունեցողին։ Եվ դա քո դավանությունն է։ Եվ սա մեր հաղթանակի գրավականն է։ Մեր ապրած կյանքը եւ մեր շուրթերի վկայությունը։ Հավատքով զորագրվեցինք, զինվորագրվեցինք, դավանությամբ պատերազմում ենք։ Աստվածաշունչը հատկապես ծառայողների համար բազմաթիվ պահանջներ ունի։ Ինչպիսին պիտի լինեն ծառայողները։ Ժամանակս քիչ է, բայց ես ուզում եմ հատուկ ընթերցել սա Առաջին Տիմոթեոս 3 գլուխ 1-13 խոսքերը։ Ճշմարիտ է այս խոսքը, եթե մեկը եպիսկոպոսության է ցանկանում, բարի գործի է ցանկանում։ Բայց եպիսկոպոսին, եպիսկոպոս ասելով այն ժամանակ չէին հասկանում մեկ հոգում, որ ամենաբարձրն է, այլ բոլոր նրանց, ովքեր ծառայության են ձգտում։ Պետք է մեկ կնկամարդ լինել։ Զգաստ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, սովորեցնելու հարմար, ոչ գինեմոլ, ոչ զարկող, այլ հանդարտ, կռիվ չանող, ոչ արծաթասեր, իր տանը բարի վերակացու լինող, որ որդիներ ունենա հնազանդության մեջ ամեն պարկեշտությունով։ Բայց եթե մեկը իր տանը վերակացու լինել չգիտենա, ինչպես նա Աստծո եկեղեցուն խնամք կտանի։ Ոչ նորահավատ, որ չգոռոզանա եւ սատանայի դատաստանն ընկնի, բայց պետք է նրան դրսիններից բարի վկայություններ ունենա, որ չընկնի նախատինքի եւ սատանայի որոգայթի մեջ։ Այնպես էլ սարկավագները պետք է ծանրաբարո լինեն, ոչ երկու լեզվանի, ոչ գինու մոլի, ոչ ամոթալի շահ սիրող, այլ հավատքի խորհուրդը սուրբ խշմտանքի մեջ ունեցող, եւ սրանք առաջ թող փորձվեն, հետո այն պաշտոնը մտնեն, եթե անարատ լինեն։ Այնպես էլ նրանց կանայքը պետք է ծանրաբարո լինեն, ոչ թե չարախոս, այլ զգաստ, ամեն բանի մեջ հավատարիմ։ Պահանջներ կա, սիրելիներ։ Եվ գիտեք, այսօր աշխարհը պատերազմը տեղի ունենում այնտեղ, որտեղ քո դավանությունն է։ Որովհետև հաղթում ենք այնտեղ, որտեղ իմ եւ քո դավանությունն է։ Եվ աշխարհի մարդիկ մեզ մանրադիտակի տակ են նայում։ Այն որ կողքինը մի մեղք գործեր, մի հանցանք թույլ տար, ոչ ոք ուշադրություն չէր դարձնի, ասում են, բա սա հավատացյալը, ինչի է սա անում այսպես։ Մենք մանրադիտակի տակ ենք։ Եվ մեր դավանությունը մեր պատերազմն է։ Դու դեռ ուզում ես Քրիստոսի համար մահապարտ լինել։ Ինչպիսին է քո շրջապատի վկայությունը քո մասին։ Այստեղ է մեր պատերազմը։ Այստեղ ենք մենք տանուլ տալիս։ Այստեղ է, որ Քրիստոսի բանակը մահապարտների կարիք ունի։ Մի միտք եմ ուզում ասել, որ ամբողջովին ներծծվել է իմ մեջ, ես սրանով ապրում եմ։ Եթե հավատացյալը ձախողվում է դավանության պատերազմում, նա դառնում է գայթակղություն ուրիշների համար։ Եթե հավատացյալը ձախողվում է դավանության պատերազմում, եթե քո դավանությունը, խոսքի դավանությունը եւ քո կյանքի դավանությունը, որ Քրիստոսի ավետարանին հնազանդությունը պիտի ցույց տա։ Եթե հավատացյալը ձախողվում է, մանավանդ ծառայողը, եթե ձախողվում է դավանության պատերազմում, նա դառնում է գայթակղություն։
Իսկ գայթակղության մասին Տերն ասում էր, ավելի լավ է, եթե մեկ էս փոքրերից մեկի համար գայթակղություն պիտի լինի, ավելի լավ է էշի ջաղացի քարը իր վզից կապվի, գցվի ջուրը, քան թե այդ մարդը շարունակի գայթակղություն լինել։ Պողոս առաքյալն ասում էր առաջի Կորինթացիներ 8-րդ գլխում, ասում էր, որ եթե իմ միս ուտելը մեղք չի, սիրելիներ, վայելեք այն, ինչ որ ստեղծված է Տիրոջ կողմից, բայց ինքը ասում էր, եթե անգամ մի բան մեղք չի, բայց իմ եղբորը պիտի գայթակղություն լինեմ այս միսը ուտելով, հավիտյան չեմ ուտի։ Այսօր տանուլ ենք տալիս մեր պատերազմը, որովհետև շատ հավատացյալներ ասում են, գայթակղվում են, թող գայթակղվեն։ Ես հո սխալ բան չեմ անում։ Ոչ ոք չի կարա գա քո մեղքը կետերով ապացուցի, որ դու սխալ ես։ Այո, գուցե մեղք էլ չես գործում, բայց քո պահվածքը գիտես, որ գայթակղություն է։ Քո հագնվածը գիտես, որ գայթակղություն է։ Քո հայացքը գիտես, որ գայթակղություն է։ Ինչ որ մեկի հետ քո մտերմությունը գիտես, որ կարա գայթակղություն լինի։ Մեր պատերազմի դաշտը դավանությունն է։ Բարի պատերազմը պիտի պատերազմենք եւ դավանությունը դավանենք, որ աշխարհը տեսնի եւ մարդիկ տեսնեն, թե եկեղեցու ներսում, թե եկեղեցուց դուրս, բայց ամենակարևորը մեր ընտանիքի մեջ տեսնեն, որ մենք հնազանդ ենք Քրիստոսի ավետարանին։ Երբևէ գայթակղվել ես հավատացյալից։ Իհարկե։ Ուզում ես փոխել ճակատամարտի ընթացքը։ Պատրաստ ես դառնալ արդյոք մահապարտ հանուն Քրիստոսի։ Զինվորագրվում են հավատքով, պատերազմի են դուրս գալիս դավանությամբ, մահապարտ են դառնում։ Այ հիմա ուզում եմ խոսել, վերջին 5 րոպեն։ Ինչպես են մահապարտ դառնում հանուն Քրիստոսի։ Պողոս առաքյալն ասում էր, ես ամեն օր մեռնում եմ։ Ասում էր նաև Քրիստոսի սերը ստիպում է մեզ, որ սա ենք միտք անում, թե եթե մեկը ամենի տեղ մեռավ, ուրեմն ամենն էլ մեռած են։ Իմ ամենասիրած համարներից մեկը, ես մարդ գիտեմ, որ ես համարով ստորագրումը, իր կյանքի իր անձնագրի ստորագրությունը, փաստաթղթերի տակ, ինքը սա է ստորագրում, գրում է Փիլիպեցիս 1:21, ով ոնց կուզի թող հասկանա։ Ինձ համար կյանքը Քրիստոս է, մեռնելը շահ։ Ուզում ես հանուն Քրիստոսի մահապարտ լինել, ուզում ես պատերազմի ընթացքը փոխել։ Հռոմեացիներ 14-րդ գլուխ։ Ահա թույլ տանք խոսքը մեզ սովորեցնի, ինչպես են դառնում մահապարտ հանուն Քրիստոսի։ Հռոմեացիս 14-րդ գլուխ 7-ից 13 խոսքերը։ Որովհետև մեզանից ոչ ոք ինքն իր համար չի ապրում, եւ ոչ ոք ինքն իր համար չի մեռնում, որովհետև եթե ապրենք, Տիրոջն ենք ապրում, եթե մեռնենք, Տիրոջն ենք մեռնում, ուրեմն թե ապրենք, թե մեռնենք, Տիրոջն ենք։ Վասնզի նույն իսկ նրա համար էլ Քրիստոսը մեռավ եւ կենդանացավ, որ մեռելների եւ կենդանների վրա տիրի։ Բայց դու ինչու համար ես դատում քո եղբորը եւ ինչու ես քո եղբորը անարգում, որովհետեւ ամենքս Քրիստոսի ատյանի առաջ պիտի կանգնենք։ Որովհետև գրված է, ես կենդանի եմ, ասում է Տերը, որ ամեն ծունկ ինձ պիտի ծրվի, եւ ամեն լեզու խոստովան լինի Աստծուն, ուրեմն մեզանից ամեն մեկը իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն, այսուհետև այլևս իրար չդատենք, այլ ավելի այս դրեք ձեր մտքում, որ եղբոր գլորում կամ գայթակղություն չդնեք։ Սկզբից խոսեց մեռնելու մասին, ասեց պիտի մեռնենք հանուն Քրիստոսի, ապրենք, թե մեռնենք, հանուն Քրիստոսի անենք սա։ Հետո խոսեց եղբորը դատելու մասին։ Ինչ կապ ունի սա իրար հետ։
այսօր դատելը ամենատարածված մեղքն է եկեղեցում։ Ուզում ես իրապես իմանաս ինչպես ենք դառնում մահապարտ։ Գիտեմ, որ երբ որ սա կարդամ, շատերը հիասթափվելու են, բայց Աստծո խոսքից եմ կարդալու։ Շատերը ասելու են չի լինի այդպես, դժվար է այդպես։ Շատերը արդեն ասել են։ Առաջի Կորինթացիներ 6-րդ գլուխ 7-ից 9 խոսքեր։ Եվ հենց արդեն բոլորովին պակասություն է ձեր միջում, որ դատաստաններ ունեք իրար հետ։ Եվ հիմա մահապարտ լինելու կանոնը։ Ինչու չեք ավելի դուք զրկվում, ինչու չեք ավելի դուք անիրավություն քաշում։ Մահապարտը Քրիստոսի այն զինվորն է, ով ոչ գայթակղություն է ուրիշների համար եւ ոչ գայթակղվում է ուրիշների արած չար բաներով։ Եթե իրան զրկում են, խոսքն ասում է, թող զրկեն, դու էլ զրկվի։ Ախր իմ հանդեպ սխալ բան է անում, խոսքն ասում է, անիրավություն է անում, դու էլ անիրավություն քաշի։ Ես չեմ սա ասում։ Ուշադիր եղեք քո հանդեպ եւ ոչ թե եկեղեցու հանդեպ։ Եթե մեկը եկեղեցու հանդեպ անիրավություն անում, նախանձավորությունը պիտի իջնի քո մեջ եւ ասես իմ հոր տունը պիտի աղոթքի տուն կոչվի եւ ոչ մի անիրավություն, ոչ մի պղծություն, ոչ մի առևտուր, ոչ մի չարախոսություն ու բամբասանք չպիտի լինի իմ հոր տանը։ Բայց եթե մեկը քո հանդեպ է դա անում, քո եսի ու քո անձի հանդեպ, խոսքն ասում է զրկվի, զրկումը զրկվի, անիրավություն անում, անիրավություն քաշի, սովորիր։ Այլևս ես չեմ ապրում, այլ Քրիստոս է ապրում իմ մեջ։ Եվ այստեղ շատ կարևոր մի բան կա, եղբայրներից բառ կար այստեղ, որովհետև եղբայրներն ու քույրերն են քեզ զրկողները լինելու եւ եղբայրներն ու քույրերն են անիրավություն անելու քո դեմ։ Իսկ մեզ խոսքն ասում է. ես ուզում եմ դու մահապարտ լինես հանուն Քրիստոսի։ Պատերազմը թեժ է, սիրելիներ, կարիք կա, որ մահապարտների ջոկատը կանգնի ու ասի. սատանա, դու չես հաղթելու։ Ես չեմ հիասթափվելու այսինչի պահվածքից, ես չեմ հիասթափվելու այնինչի անօրինությունից, ես կանգնելու եմ հանուն Քրիստոսի, ես հավատացել եմ նրա խոսքին, ես հավատացել եմ նրա կատարած զոհին, ես հավատացել եմ նրա ներկայությանը, ես հավատացել եմ հավիտենական կյանքին, եւ ես պիտի իմ բարի դավանությունով պատերազմեմ բարի պատերազմը, մարդիկ պիտի տեսնեն իմ հնազանդությունը Քրիստոսի ավետարանին, եւ ես որ հնազանդ եմ Քրիստոսի ավետարանին, որ իրա սերմից եմ ծնվել, որ անիրավություն չկա իմ մեջ, չեմ խոսում կատարյալ սրբության մասին, այլ խոսում եմ սրբության հանդեպ կատարյալ ձգտման մասին։ Որտեղ բոլորն են սայթակում, արդարներն էլ են ընկնում, եւ գրված է, որ արդարը 7 անգամ էլ ընկնի, Տերը նրան կբարձրացնի։ Մենք զինվորագրվել ենք եւ ես որոշել եմ, որ պիտի դավանությամբ հաղթեմ։ Ես որոշել եմ, որ պիտի մահապարտ լինեմ, որ չեմ հիասթափվելու, ով ինչ մարդ, ինչ ուզում անի, իմ աչքերը Քրիստոսին են լինելու։ Չեմ գայթակղվելու եւ ամեն իմաստություն խնդրելու եմ Տիրոջից, որ ինչ որ մեկի համար գայթակղություն չլինեմ։ Ահա մահապարտը, սիրելիներ։ Ահա մահապարտի կյանքը։ Մահապարտը, այս միտքն էլ կրկնեմ, մահապարտը Քրիստոսի այն զինվորն է, որ ոչ մեկի համար գայթակղություն չի եւ ոչ մեկից չի գայթակղվում, որովհետև մեռած է։ Որտեւ ինքը չի ապրում,
այլ Քրիստոսը ապրում իր մեջ։ Սատանան իր թնդանոթներով ոսկի եւ թմրադեղ էր կրակել եկեղեցու թիկունքը։ Շատերը ընկած են անունի ու շահի հետևից։ Շատերը թմրել են գաղտնի հարաբերությունների մեջ ու մեղքի ժամանակավոր հաճույքից։ Քրիստոսի բանակը մահապարտների կարիք ունի, որոնք մեռած են թե ոսկու համար, թե պատվի ու իշխանության համար այս երկրի վրա, անունի համար, մեռած են իրանք։ Եվ մեռած են թե թմրանյութի համար, մարմնի ցանկությունների, աշխարհի ցանկությունների համար, մեռած են։ Քրիստոսի բանակը այսպիսի մահապարտների կարիք ունի։ Եվ մենք որոշում ենք, եւ ես հավատացած եմ, որ ես միայնակ չեմ ես դահլիճում, եւ շատերը ինտերնետով, որ մեզ հետևում են, ասում են այո եւ ամեն այս խոսքերին։ Մենք որոշել ենք, որ մտնելու ենք ռազմադաշտ, ջախջախելու ենք թշնամուն եւ մեր եղբայրներին, որ ընկել են ոսկու ու թմրանյութի հետևից, չենք դատելու, եթե մեզ զրկեն էլ, զրկվելու ենք, անիրավություն էլ անեն մեր հանդեպ, անիրավություն ենք քաշելու, որովհետև մերն են իրանք, ուղղակի թուլացել են, չենք գայթակղվելու իրենցից, և թշնամուն ջարդու փշուր անելուց հետո, գալու ենք և խնամելու ենք իրանց, և խնամելու ենք ու գնալու ենք էլի ջարդու փշուր անենք, որովհետև մեր զորահրամանատարը հաղթել է խավարին։ Օրհնյալ է Տերը և արժանի ամբողջ փառքերի։ Ես մահապարտ եմ հանուն Քրիստոսի։